Կապանցիների տրամադրությունը այսօր սովորականից բարձր էր, պատճառը երկար սպասված ձյունն էր։ Չնայած տեղացած Առադյանը մարդկանց հոսքը չէր պակասել, վերջապես քաղաքի եղևնիները կչել են ձյան ծանրությունից։ Այնպիսի տպավորություն է, որ այսօր է դեկտեմբերի 1-ը և ամանորը դեռ առջևում է, կատակում են անցորդները, իսկ ոչ բնականոն եղանակը մարդու գործունեության հետ են կապում։ Ձյունը մաքրություն է, նախ մեքենաների մեծ քանակը, քան մաքրությունը, չի երևում դա, էկանոտ է դրա ազումը, մեծ վնաս է հասնում ամբողջ ոչ է ազգին երկրի ժողովրդին, աշխարհի, անհնարին է, եթե բնության հետ չես ասում։ Ձյունը ամենաշատը երեխաներին է ուրախացնում, կարելի է որքան հնարավոր է դպրոցից շուտ տուն հասնել, պայուսակը թողնել տանը և վազել բակ։ 7 տարեկան Գևորգն օրինակ չափազանց անհամբեր է և ընկերներին չի սպասել, չէ որ առաջին ձյունն է տեղացել, պարզապես ձնեմարդն այնքան էլ լավ չի ստացվում, օգնող է պետք։ Իսկ օդերևութաբանների արձանագրած թվերը ցույց են տալիս, որ մարզում ամենաշատ ձյունը Քաջարանում է տեղացել։ Կապանի օդ կայանում տեղացել է ձյուն 9 մմ, 10 սանտիմետր ձյան շերտի բարձրությունն է կազմում, իսկ որոշ տեղեր տարբեր, ասենք Չերեմուշկա մինչև 15-14 սանտիմետր, Մեղրիում տեղումների քանակը կազմել է 9 մմ, Քաջարանում տեղումների քանակը 12.5 մմ, ձյան շերտի բարձրությունը 27 սանտիմետր, օդի ջերմաստիճանը գիշերը -6.2, ցերեկը -3.4 աստիճան։ Կապանում նվազագույն ջերմաստիճանը գիշերը եղել է 0.5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը 0.2 աստիճան տաքություն։ Վաղը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ից 30-ը հնարավոր են տեղումներ անձրևի տեսքով։ Այս տարվա կամակոր եղանակը օդերևութաբանները այնուամենայնիվ փորձում են կանխատեսել։ Փետրվարը ասեմ ձեզ միջին ջերմաստիճանը սպասվում է +3, +5 աստիճան, տեղումների քանակը նորմայից ավել, առանձին օրեր հովտային շրջաներում գիշերը սպասվում է -2-ից 4 աստիճան, իսկ ցերեկը +2-5 աստիճան։ Էլ-ինչ ձմեր առանց կենցաղային հոգսերի, սառած փողոցներ ու մայթեր, սակայն այս մասին ոչ ոք այսօր չէր ուզում մտածել, առաջին ձյան հաճույքն էին վայելում։